հոր եւ որդվո եւ ոգուին սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Շնորհակալություն։ Աղոթքով մեկնարկեց Գյումրու նորընտիր ավականու առաջին նիստը, որին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը չէր ներկայացել։ Բացակայում էր նաև մեր քաղաքը խմբակցության ավականու անդամ Կարեն Գրիգորյանը։ Ավականու ընդդիմադիր ուժերը մինչ քաղաքի ղեկավար են ընտրելը, նախ առաջնորդվեցին օրակարգային հերթականությամբ։ Ձևավորվեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, հետո ավականու ընդդիմադիր ուժերը վերահաստատեցին իրենց հայտարարությունները։ Սա քաղաք է, այրաքաղաք է, համայնք չէ։ Ապրիլ, չէ՞, Այո։ Մենք նույնպես քաղաքապետի թեկնածու չենք առաջադրելու եւ այսօր չառաջադրելով քաղաքապետի թեկնածու քվեարկելու ենք ընդդիմադիր դաշտում առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի օգտին։ Մենք թեկնածու չենք առաջադրում եւ պարտադիր քվեարկելու ենք ընդդիմության միասնական թեկնածուին։ Ներկա 18 ավականու անդամները միաձայն կողմ քվեարկեցին Ղուկասյանին։ Դեմ քվեարկել։ Ճիշտ կլինի, չէ՞։ Այսպիսով Գյումրին ունի նոր ղեկավար։ Վարդան Ղուկասյանը քաղաքը կառավարելու է արդեն 5-րդ անգամ։ 18 մասնակիցներից 18-ը կողմ է քվեարկել Վարդան Ղուկասյանի տեխնոլոգիանը 0 դեմ։ Իր խոսքով կպահի սուբորդինացիան իշխող ուժի հետ, բայց ինքը վախեցողներից չէ։ Ես այդպես մեծացել եմ, այլ ձևի չեմ կարող ապրել։ Իմս այդպեսին է։ Կարող է ես խոնարհվեմ, ոտքի տակը համբյուրեմ, հանուն աստվածային սիրո, եկեղեցում բան, հանուն աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա։ Ցե մարմինս կոդրեն, հոգիս չեն կոդրի, միանշանակ ես այդ սկզբունքով եմ։ Եթե մի քիչ ասենք ձայնս բարձր է, առոգանությունս, ես չգիտեմ ինչ, ինձ կներեք։ Շատ բարձրավորեցնող է, նախ շնորհակալություն ավականու անդամներին, ովքեր ինձ վստահեց։ Ձեր վստահությունը կտեսնեք ժողովրդի եւ ձեր վստահությունը երբեք չեք հանգարց ամաչի իմ փոխարեն։ Չնայած մեր քաղաքը Դաշինքը կողմ քվեարկեց Ղուկասյանին ընտրելու հարցում, բայց առաջիկա համագործակցության մասին Մարտուն Գրիգորյանի հայտարարությունում տեղ չկար։ Այն մտավախությանը, որ կոմունիստական կուսակցության կողմից օրակարգ բերված ծրագրերը վտանգված կլինեն առանց այս քվեների, Ղուկասյանը պատասխանում է։ Դա չի նշանակում, որ հիմա այստեղ եկան քվեարկեցին, մենք դարձանք քաղաքապետ, դրանից հետո ոտ պահեցին։ Ոտ պահեցին նույն սկզբունքն է։ Ժողովուրդը կիմանա եւ թե իրենց հետեւ ով է կանգնած։ Ես այնպեսի մարդ եմ, որ ինձ բռնելը շատ դժվար է։ Եթե տիրապետում եք ինֆորմացիայի, որ ինչ-որ մեկ կա հետևում կանգնած, ինչի՞ չեք բարձրացնում այդ դեպքում իրականության մասին։ Եթե կա մարդ, ով գիտեք, որ կանգնած է ինչ-որ մեկի հետևում, ինչի՞ չեք բարձրացնում, հիմա էլ սպասում եք ինչ-որ։ Սիմուս վայո վրեմը։ Այսօր իր հրամանն մեջ Սարիկ Մինասյանը ասել է, որ ճգնաժամը այնուամենայնիվ բան խուսափել է, այսպես կառավարել հնարավոր չէ։ Թող լինի, Սարիկս թող լինի, մենք իրար հետ կտեսնենք, կխոսենք, ընդհանուր հայտարարի կգանք Սարիկի հետ։ Չնայած կոալիցիաներ չկան, բայց կառավարման ճգնաժամը բացառում է Հայաստան խմբակցության падգամավոր Կարնիկ Դանիել։ Այո, կոալիցիա չլինի, ինչ որ որոշումների կարան կողմ քվեարկեն, կարան դեմ քվեարկեն, դա աշխատանքի արդյունք է։ Այն հարցին, թե Մարտուն Գրիգորյանի հետ հաշտեցման Շիրակի թեմի առաջնորդի առաջարկին արձագանքել է, Ղուկասյանը պատասխանում է. Հաշտեցման կարիք չկա, փոխարենը Սրբազանին հրավիրում է նորընտիր ավականու կողմից հաստատված ապրիլի 19-ին սպասվող երթմնակալության արարողությանը։ Այս ժամանակ եպիսկոպոսը Աջապահյանը գա։ Կհրավիրենք։ Հրաչ Սահակյան, Խան Հովանեսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են պատկերացնում կառավարության հետագա աշխատանքը Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի հետ, նշել է. Աշխատանքը աշխատանք է, կառավարությունը իր աշխատանքն է անում, իր օրակարգով, իր ռազմավարություններով, տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի կանոններ կան, այդ կանոնները պետք է պահվեն։ Սահմանազատման գործընթացի շարունակության տրամաբանության հետ կապված մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին եւ սպասում ենք պատասխանին։ Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին անդրադառնալիս ասել է վարչապետը. Հենց խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ մենք պատրաստ ենք պարզեցումների, ընթացակարգերի պարզեցումների եւ ըստ էության 4 հիմնական սկզբունքների պահպանման։ Առաջինը տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Փոխադարձությունը ինչի համար է, որովհետեւ հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք, մասնավորապես
հորադիս երասգծի վրա, որտեղ եւ Ադրբեջանից Ադրբեջան-Հայաստանի տարածքով եւ Հայաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ եւ մենք հենց այսօր պատրաստ ենք գնալ այդ լուծումների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր։ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պարեկային ծառայության նոր էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները։ Վարչապետը ծանոթացել է վարչական վարույթի իրականացման բաժնում տեղակայված քաղաքացիների ընդունելության սենյակների, ինչպես նաեւ գումարտակների շենքային պայմաններին։ Վարչապետ Փաշինյանն այցելել է նաեւ Զինանոց հրաձգարան մարզասրահ։ Ինչի համար քաղաքացին դարձել։ Քաղաքացին կարագատին բողոքների առաջարկությունը ներկայացնել։ Բանի Պարեկային ծառայության գործունեության հետ կարող է միայն Պարեկային ծառայության։ Եթե բողոքունի վարչականները կարող են հետևական հնարքան ընթացք տան, եթե կարիք կա վարչականացման հրավիր ունեն քաղաքացուն, նաև վարչարության կոնտեքստում դրանից ապահովում։ Այստեղ ինչ այստեղ աշխատում են, սովորական աշխատանքային պայմաններ։ Տեսարաններ են կամավորել, որ հավաքներ ուզենան կամ վերապատրաստում կամ ինչ-որ կուրսեր, տեղում արել է, չծանոթել։ Հիմնականացման անվանքան է անում, դիմացնայք, տարօրականացանում, բոլորը է։ Վարչապետ, անհատական ծառայողը, անթունելուց առաջ անհատական բարձերնա, որտեղ գտնում է իր զենքը, փամփուշտը, փամփուշտատուփը, ռետինե մահակը, ձեռնաշղթան լապտերը եւ ցողացրիչը։ Հետևի արդեն կոնկրետ փամփուշտների համաձայնագրված հատվածը, որ որևէ վնաս լրացիչ չլինի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին։ Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, քաղաքական, տնտեսական եւ այլ ուղղություններով կապերը զարգացնելու եւ ընդլայնելու նպատակով։ Տանյա Ֆայոնը եւս կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետեւողական զարգացումը եւ հավելել, որ Հայաստան այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը։ Նիկոլ Փաշինյանը եւ Տանյա Ֆայոնը քննարկել են տարածաշրջանային նշանակության թեմաներ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Իր հերթին Տիկին Ֆայոնը վերահաստատել է Սլովենիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղված ջանքերին, ընդգծելով երկխոսության եւ դիվանագիտական փոխգործակցության կարեւորությունը։ Միաժամանակ նա շեշտել է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի կարեւորությունը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համատեքստում։ Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների աջակցությանն ու սերտ համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։
Խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի եւ Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում ընդգծել են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը։ Զրուցակիցները կարևորել են երկխոսության հետագա խորացումը երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստան-Եվրամիություն օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը Տանյա Ֆայոնի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։ Շնորհակալություն եւ բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը հայտարարությանը կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ։ Նախ ներկայացրել եմ գործընթացի վերջին զարգացումները։ Այս մասին Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ասուլիսին նախորդած առանձնազրույցին։ Բավականին համակողմանի համապարփակ քննարկում ենք ունեցել եւ երկկողմ օրակարգի վերաբերյալ եւ տարածաշրջանային եւ միջազգային գործընթացների վերաբերյալ կուզեի մի քանի բան առանձնացնել։ Նախ Հայաստանի եւ Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը այն ընթանում է բավականին ինտենսիվ եւ հարուստ բովանդակությամբ։ Մենք կարևորում ենք Սլովենիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները, դրանք հիմնված են առաջին հերթին համատեղ ընդհանուր արժեքների վրա եւ իհարկե նաեւ փոխադարձ շահերի վրա։ Մենք վերջին տարիներին այցելություններով, որոնք ես նշեցի, նաեւ միջազգային հարթակներում մեր երկխոսությամբ բավականին հետաքրքիր դինամիկա ենք հաղորդել, կարծում եմ այդ հարաբերություններին եւ պետք է նշենք, որ երկուստե կա պատրաստակամություն սա էլ ավելի ընդլայնելու։ Երկրորդը, որ կուզենայի առանձնացնել, կոնկրետ ուղղություններն են, որտեղ մենք տեսնում ենք մեր երկկողմ համագործակցությունը։ Մենք այսօր խոսել ենք այնպիսի ոլորտների մասին, ինչպիսին են բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարական գյուղատնտեսությունը, կրթությունը, զբոսաշրջությունը, կանաչ էներգիան, դեղագործությունը, բազմաթիվ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ։ Իհարկե թիրախ է, կարևոր թիրախ է առևտրաշրջանառության ծավալների մեծացումը։ Իհարկե կարևոր են մեր համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, այլուր, եւ մենք մեկ անգամ չէ որ առիթ ենք ունեցել տեսնելու որքան գործուն է այդ համագործակցությունը։ Իհարկե մենք այսօր անդրադարձել ենք նաեւ մեր տարածաշրջանային հարցերին, գլոբալ անորոշությունների եւ փոփոխվող աշխարհակալումների պայմաններում համագործակցությունը համախոհ գործընկերների միջև միջազգային իրավունքի նորմերի անվերապահ պահպանման հարցում ամուր հանձնառությունը, առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը կարևոր է առավել քան երբևէ եւ այս առումով եւս Հայաստանի եւ Սլովենիայի միջև փոխգործակցությունը կարող ենք նույնիսկ օրինակելի համարել։ Ես շնորհակալություն եմ հայտնել եւ բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշման հայտարարությանը կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ։ Իհարկե նաև ներկայացրել եմ գործընկերոջս այս գործընթացում արկա վերջին զարգացումները։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգի վերջո կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ եւ մասնավորապես խոսեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից, ինչպես եւ նախկինում մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցությունները Ադրբեջանի հետ, որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը եւ ամսաթիվը։ Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ մեծ տարածաշրջանում այնպեսի մի իրավիճակում, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը մի կարևորագույն քայլ առաջ են կատարել երկկողմանի հարաբերությունները կանոնակարգելու ոչ միայն սա ընդհանուր տարածաշրջանի համար դրական զարգացումների հանգեցնելու, բայց կարծում եմ սա շատ յուրահատուկ հնարավորություն է։
խաղաղության համաձայնագիր ունենալու երկու կողմերի համար, որ երկու կողմերն ստորագրեն խաղաղության համաձայնագիրը, եւ ես գնահատում եմ այն մեծ աշխատանքը, որ Հայաստանը կատարում է այս խաղաղության նախաձեռնություններում, քանի որ խաղաղությունը օգտակար է տարածաշրջանում յուրաքանչյուր կողմի համար։ Մենք քաջալերում ենք եւ ողջունում ենք այս նախագծի տեքստի ամփոփման հետ կապված եւ խաղաղության համաձայնագիրի ստորագրման հաստատման քայլերը եւս քաջալերում ենք, եւ ինչպես դուք ասացիք, հուսանք, որ ստորագրությունը շուտով կլինի եւ հուսանք, որ լարվածությունը կնվազի այս տարածաշրջանում այդպիսով եւ հուսանք, որ կապվածությունը կնպաստի ձեր կառավարության բարգավաճմանը։ Քրեաօլիգարխիան իր ամենավառ ներկայացուցիչներից մեկի դեմքով Գյումրիում ստացավ իշխանություն։ Այս մասին ազգային ժողովում ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Քրեաօլիգարխիան իր ամենավառ ներկայացուցիչներից մեկի դեմքով Գյումրի քաղաքում ստացավ իշխանություն։ Սերժա Քոչարյանի ներկայացուցիչները, որ ընտրություններից առաջ ազնիվ խոսք, երթում ու առհասարակ ինչ ասես չէին տալիս, որ իրենք չեն միանալու Վարդան Ղուկասյանին, միացան։ Ով զարմանք։ Առավոտից երեկո իրար ինչ ասես ասող Քոչարյանի ու Սերժի թիմակիցները միացան, որ իշխանություն տան իրենց քրեաօլիգարխիկ ռեժիմի լավագույն պրոդուկտին, այսպես ասած սերուցքին, դեմքին, սիմվոլներից մեկին, Վարդան Ղուկասյանին։ Սերուցքն այդ Սերժա Քոչարյանի լավագույն բնութագրիչն է, Աստծո անունը տվող, բայց խմբակային բռնաբարությունների ու մարդասպանությունների գործերով անցնող ու անցած մի կրիմինալ կլան։ Իդեպ, կլանի խմբակային բռնաբարության փորձի զոհը անչափահաս աղջիկ, մարդասպանությունների հիմնական զոհը այսօր Վարդան Ղուկասյանի վերարտադրությունն ապահոված Մարտուն Գրիգորյանի ընկերներ ու բարեկամներ։ Եվ ձեր աշխատանքային լեզվով ասած, որպես վիշենկա նա տորձե, ձեր ցնծության օբյեկտը այսօր արդեն հայտարարեց, որ կողմ է Հայաստանի բելառուսացմանը, միութենական պետություն մտցնելու տարբերակով։ Սա իհարկե արվեց ի կատարումն կամ ի լրումն ձեր իսկ ստացած դիրեկտիվների եւ ձեր 004 շրջաբերականի։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ։ Քննարկվել են երկու երկրի ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները եւ տարբեր ոլորտներում գործակցությունը, ինչպես նաեւ շփումները տարածաշրջանային եւ միջազգային ձևաչափերում։ Ըստ վրացական կողմի պաշտոնյաներն ընդգծել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացման եւ տարածաշրջանային համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունը։ Կավելաշվիլին եւ Ասադովը կարեւորել են Հարավային Կովկասում խաղաղությունը եւ կայունությունը։ Վրաստանի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Բաքվին իր երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար, ասված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը 3 Կիև կատարած այցի շրջանակում հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության գործընթացն անշրջելի է։ Մարկ Ռյուտեն միաժամանակ ընդգծել է, որ այդ հարցը չի լինի Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի մաս։ Նա հավատացրել է, որ Արևմուտքը ցանկանում է խաղաղություն բերել Ուկրաինա, այլ ոչ սրել իրավիճակը։ Ռյուտեի խոսքով Միացյալ Նահանգների նախագահն էլ լուրջ ջանքեր է գործադրում հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ։ Վոլոդիմիր Զելենսկին էլ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Անկարայում տեղի է ունեցել Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը, որակարգում է եղել Սև ծովում անվտանգության հարցը։ Ուկրաինայի նախագահի խոսքով ցանկացողների կոալիցիայի արդեն մի քանի նման հանդիպում է անցկացվել։ Սպիտակ տան խոսնակը մեկնաբանել է առևտրային ոլորտում ԱՄՆ Չինաստան լարվածությունը։ Քերոլայն Լևիտը շեշտել է, այժմ գնդակը Պեկինի դաշտում է։ Չինաստանը պետք է մեզ հետ գործարք կնքի, ոչ թե մենք նրանց։ Չինաստանի եւ որևէ այլ երկրի միջև տարբերություն չկա, բացի նրանից, որ նրանք շատ ավելի մեծ են։ Նրանք էլ մյուսների պես ուզում են մեր փողերը եւ սպառողներին, նշել է նա։ Սպիտակ տան խոսնակը հավատացրել է, Դոնալդ Թրամփը բաց է Պեկինի հետ գործարքի համար։ Միևնույն ժամանակ Սպիտակ տնից նախազգուշացնում են, որ Չինաստանի հետ սահմանված հավելյալ մաքսատուրքերը կարող են 145-ից հասցվել 245%-ի։ Քերոլայն Լևիտը նաև տեղեկացրել է, որ 75 երկիր արդեն դիմել է Վաշինգտոնին։ Ներկայումս ակտիվորեն ուսումնասիրվում է 15-ից ավելի առևտրային գործարք։ ԱՄՆ նախագահի խոսնակն անդրադարձել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, հավատացրել, Թրամփը ցանկանում է միջուկային գործարքի հետ կապված հարցերը լուծել երկխոսության միջոցով։ Նախագահը զրուցել է Թեհրանի եւ Վաշինգտոնի պատվիրակությունները հյուրընկալած Օմանի սուլթանի հետ, նշել, որ չի ցանկանում Իրանը
միջուկային զենք ունենա, մանրամասնել է Լևիտը։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնը թողնելուց հետո առաջին անգամ հանդես է եկել ելույթով բողոքել Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունից։ 100 օր էլ չի անցել, սակայն Թրամփի վարչակազմն այնքան մեծ վնաս է հասցրել, որ մարդու շունչ է կտրվում, ասել է Բայդենը։ Նա քննադատել է ներկայիս իշխանության կողմից սոցիալական ապահովության ծախսերի, պետական աշխատողների թվի կրճատումը, միգրացիոն քաղաքականությունը, դրանք որակելով ավերիչ։ Փոխգնդապետ Կարեն Կարապետյանն է ստորաբաժանման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով նորանշանակ տեղակալը։ Զինված ուժերում ավելի քան 25 տարի ծառայելուց հետո 2021 թվականին անձնական խնդիրներով պայմանավորված արձակվել էր պահեստազոր։ Կրկին համազգեստ գրելու ցանկություններ ստիպել, որպես զինղեկ աշխատանքի անցնել դպրոցներից մեկում։ Շատ չանցած հասկացել էր շտապողականություն է դրսևորել։ Կյանքն առանց բանակի չի պատկերացնում։ Նամակ է գրել պաշտպանության նախարարին, խնդրելով հնարավորություն տալ վերադառնալ զինված ուժերի շարքեր։ Ծառայել եմ տարբեր զորամասերում, անցել եմ ամենա բոլոր օղակներով՝ դասակ, վաշտ, գումարտակի հրամանատարի տեղակալ եւ գնդի հրամանատարի տեղակալ։ Փոխգնդապետ Կարապետյանը 3 ամիս առաջ է վերադարձել շարք նույն կոչումով ու հավասարազոր պաշտոնով։ Օրենքում վերջերս կատարված փոփոխությամբ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող պահեստազորայինները հնարավորություն ունեն կրկին անցնել պայմանագրային զինվորական ծառայության, պահպանելով իրենց կենսաթոշակը։ Նպատակը մեկն է՝ պահեստազորի որակյալ ռեսուրսի ներգրավմամբ պաշտպանության նախարարի սահմանած զորամասերում լուծել զինվորական պաշտոնները բանիմաց ու փորձառու կադրերով համալրելու հարցը։ Սպաները այն ժամանակ, որ անցել են կենսաթոշակի, չի եղել նաև այս հավելավճարի պայմանները, որ պաշտպանության նախարարը ստեղծել է։ Հիմա որ մենք ատեստացիա պարտադիր հանձնում ենք այդ վերավորակավորումը եւ արդեն հավելավճար է գալիս մեր դրամական բավարարման վրա, լսում ենք նաև, որ մեր նախկին ընկերներից էլի դիմում են պաշտպանության նախարարին կենսաթոշակի պահպանման ուրեմն պայմանով նորից անցնել ծառայության։ Փոխգնդապետ Կարապետյանի օրինակը միակը չէ։ Վերջին 3 ամսում զինվորական կենսաթոշակ ստացող սպաներ են վերադարձել Հայաստանի բանակ։ Նրանցից մեկն էլ 24 տարի զինված ուժերում ծառայած մայոր Արտյոմ Հովհաննիսյանն է։ Շարք վերադառնալուց հետո նա զբաղեցնում է ստորաբաժանման հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնականի պաշտոնը։ Այս կյանքը առօրյան ինձ շատ հարազատ է, ես այս կյանքի մեջ ապրել եմ կյանքիս ապրած տարիների մեծ մասը։ Ճիշտ է, քաղաքացիական կյանքում պարապ չեմ մնացել, աշխատել եմ, բայց իմ համար այդ գործը խորթ էր։ Դրա համար ես որոշեցի, որ քանի ի վիճակի եմ ծառայելու, պիտի ծառայեմ։ Դիմում եմ գրել բանակային կորպուս, խնդրելով, որ ինձ վերականգնեն ծառայության։ Նախկին կարգավորմամբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում էր, եթե սպան այդ գործընթացից հետո որոշում էր կրկին զինվորական ծառայության անցնել։ Բացառություն էին կազմում զորահավաքային զինվորական ծառայության ներգրավելու, վարժական հավաքի կանչվելու կամ որոշ պաշտոններում նշանակվելու դեպքերը։ Այսպիսով օրենքից օգտվել կարող են այն սպաները, որոնք ծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով։ Փորձառու սպաների դերը շատ եմ կարևորում, որովհետև եթե սպան ծառայել է 25 տարի, 30 տարի, ուրեմն մեջքի հետևում թիկունքում ունի ուրեմն շատ խորքային փորձ ծառայության, որը ինքը պետք է հաղորդի այս կրծեր ուրեմն սերունդը, որ գալիս են, եթե դու ունես ծառայողական փորձ, ուրեմն շատ հանգիստ հեշտությամբ ծառայելու ես զինվորների հետ։ Մանավանդ մարտական գործողությունների մասնակցած սպաները ունենում են արդեն մարտի մասնակցելու, գոյատևելու, ծանր իրադրություններում ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ որոշումներ կայացնելու փորձ, դա պետք է որ փոխանցվի նորանշանակ սպաներին, ովքեր որ դեռ նոր են մտել ծառայության։ Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող սպաները եւս կարող են վերադառնալ ու համալրել բանակի շարքերը։ Հետաքրքրված պահեստազորայինները կարող են զանգահարել պաշտպանության նախարարության թեժգից 1-28 հեռախոսահամարով ու ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հազիվ տեղաշարժվող 83-ամյա Լաուրա Տատն ապրում է Կապանի Մուշե Խարությունյան հասցեում, Սովետից ստացած իր 3 սենյականոց բնակարանում։ Այժմ արդեն միայնակ, թոշակով, ապագայի ծրագրեր այլևս չի մշակում։ Ապրում է այսօրով ու հիշողություններով, հետևում լուրերին, թոշակն էլ ծախսում մաքսիմալ արագ, առանց մի կոպեկ խնայելու։
լամպերը բացվեց, գնացի կուրսերի եկա այնտեղ 35 եւ ավելի տարի աշխատեցի, մինչեւ գործանը փլուզվելը, մինչեւ երկիրը փլուզվելը։ Հեղինակություն ունեի, պատիվ ունեի, մի լամպեր էր, մի լավ էր, այնքան լավ էի աշխատում։ Խորհրդային տարիներին Խնայ բանկին պահ տված իր ու ամուսնու մի քանի հազար ռուբլի ավանդի դիմաց վերջերս դրամով փոխհատուցում ստացավ։ Ամուսինը ողջ չէ, նրա ավանդի կեսն էլ տրամադրեցին տիկին Լաուրային։ Մտքով երբևէ չէր անցել, որ Սովետը մի օր կփլուզվի, ինքն էլ առանց խնայողության կմնա։ Մեկ կոպեկ, առ կոպեկ։ Աստի գերեզման իստեղը կա, իր միայնակ տղա ունի, ինքը ինձ լինի, որ հետո նեղություն չկասի։ Մերելիս փողնակցել եմ ջուր եղավ, դե հիմա ջուր ստացա դեղարա, ուրիշ բան չարա։ 3000 ռուբլի ամուսնուս ուներ, 2000 իմս էր։ Դե ամուսնուն տվեցին կեսը, իմս էր ինչ կա կայել, 10,000 պակասա, 90,000 դրամ փող ստացա, դեղի տվեցի, դեղերս պարտքը փակեցի, վсё։ Այն ժամանակ ես մի ռուբլով մի կիլո պեսոկ եմ դառնում։ Այն ժամանակ ես 80 դրամով, 80 կոպեկով բրինձ էի առնում, 20 դրամով կարտոշկա էի առնում եւ այդպես շարունակ։ Ինչ, ջուր եղավ։ Կահույք կառնեի, մի մեքենա կառնեի։ ԽՍՀՄ Խնայ բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների փոխհատուցման գործընթացը շարունակվում է։ Սոցիալական ծառայությունում տարին սկսել են աշխուժ տեղաշարժով։ Հենց տելևիզորով մի շարժ լսեց, ես իսկույն իմ աշխատանքը սկսեցի կատարելը։ Եվ չգիտեմ բոլորը ստացել են, թե չէ, քիչ մարդկին ստացել է հիմա։ Իդեպ նախորդ տարիների համեմատ 42 թվի ծնվածների բախտը բերել է, շահառուների տարիքային ընդգրկումն ընդլայնվել է, ավանդի փոխհատուցում կստանան մինչև 42-ի դեկտեմբերի 31-ը ծնվածները։ Հենց այդ պատճառով էլ դիմումատուների թիվն ավելին է, քան նախորդ տարի, նշում է տնօրեն Ռոմա Զաքարյանը։ 2025 թվականի ապրիլի 15-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն է դիմել շուրջ 64 դիմումատու ավանդների փոխհատուցման վերաբերյալ 64 դիմումատուներից 29 դիմումատու ծնվել են մինչև 1942 թվականի դեկտեմբերի 30-ը։ 29 դիմումատուներից այս պահի դրությամբ արդեն իսկ փոխհատուցվել են 12 դիմումատուներ, իսկ մնացածը ընթացքի մեջ են։ Քաղաքացիների կողմից ներդրված ավանդները փոխհատուցվում է 1000 ռուբլու դեպքում 84000 դրամ, 1500 ռուբլու դեպքում 98700 դրամ, 6000 ռուբլու դեպքում 184000 եւ այսպես շարունակ։ Մի բան պարզ է, ավանդների փոխհատուցումը հաշվարկվում է հատուկ բանաձևով։ Արդյունքում, որքան ռուբլու զրոները աճում են, այնքան քիչ փոխհատուցում է տրամադրվում։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի քրեական ոստիկանները տվյալներ էին ստացել, որ Աչափնյակ վարչական շրջանում բնակվող 29-ամյա օտարերկրյա մի քաղաքացի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում եւ իրացնում է տարատեսակ թմրամիջոցներ։ Ավելի ուշ նա ձերբակալվեց եւ ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող տեղնականաչավուն զանգվածով 23 փաթեթ։ Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Արդեն քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները դատարանի թույլտվությամբ խուզարկել են օտարերկրացու բնակարանը, հայտնաբերելով ավելի քան 350 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող տեղնականաչավուն զանգվածներով 149 փաթեթ։ 29-ամյա օտարերկրացին կալանավորվել է, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։